ուղղակի տվյալ ստորաբաժանումում չեն նշանակվում։ Նախարար, վարորդների կողմից Վերջին հարցն վարորդների կողմից դժգոհություններ կան, ասում են մեքենաների շատերը գործարանային այդ ֆարասվածը հանում են եւ դնում են ինչ-որ լեդեր, որոնք գիշերային երթևեկության ժամերին վթարային իրավիճակներ են ստեղծում։ Հնարավոր է ներքին գործերի նախարարությունը սրա հետ կապված ինչ-որ լուծումներ ունենա։ Իրականում մեքենաների վերասարքավորման մասով խնդիր ունենք, այդ թվում ձայնային եւ նաեւ ձեր նշած կոմպոնենտի մասով, արդեն իսկ հանձնարարված է Պարեկային ծառայությանը, որ նմանատիպ մեքենաների մասով նախ փորձաքննություն նշանակվի եւ երկրորդ ըստ փորձաքննության, եթե անձը վերասարքավորման տվյալ բաղադրիչը չվերացրեց, մեքենան դուրս է գալիս շրջանառությունից։ Նշեմ, որ ձայնային ազդանշանների մասով բավական հաջող այս պրակտիկան տարբեր դեպքերի մասով կիրառել ենք, արել ենք փորձաքննություն, փորձագետը տվել է եզրակացություն, որ կա այո ստանդարտին չհամապատասխանող սարքի, այսպես ասեմ, ներմուծում ընդհանուր բաղադրիչների մեջ, անձին սահմանված ժամանակահատվածում վերացրել են խախտումը եւ մեքենան մտել է ընդհանուր շրջանառության մեջ։ Այո, նաեւ լույսերին կվերաբերի։ Շնորհակալություն բոլորիդ։